հետագայում նա պիտի ասի ագրեսոր երկրները օրինակ չպիտի ունենան ռազմական արսենալ, այնտեղ դատում են հայ ժողովրդի զավակներին ինձ եւ ձեզ, իսկ դատավճիռները Հայաստանի Հանրապետության դեմ հետագայում օգտագործելու համար է։ Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը այս հարցը չի պահում օրակարգում։ Կարող է Նիկոլ Փաշինյանը ասել ինչ ուզում է։ Դեռելի են գալու մինչև ընտրությունները, որովհետև երբ որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը անկում է ապրում սրընթաց, այստեղ օգնության է գալիս Ալիևը։ Միայն իշխանության փոփոխությունը շանս է բոլոր գերիների վերադարձի։ Ինչպես կարող ես երկարատև խաղաղության մասին խոսել, երբ պատանդարված հայրենակիցներ ունես։ Անպայման ուզում ենք, որ մեր ռեսուրսը հանկարծ չփոշիանա եւ լավագույն արդյունքը տա։ Այս ընտրություններում հնարավոր է, որ ընդդիմությունը ավելի շատ ձայն հավաքի, քան իշխանությունը։ Հանուն իշխանափոխության պարլամենտում դուք պատրաստ եք ցանկացած մեկին ձայն տալ, ով այդ պահին առաջինն է օբյեկտիվ, ուրիշ տարբերակ չկա։ Ցանկացած մեկին ոչ, լավագույնին այո։ Բայց ընտրողը չի ասում, լավ, էսում հետ ես գնացել ճանապարհ։ Էս ով է, ասում է։ Երեք Բաքվում ավարտվեց Ռուբեն Վարդանյանի հետ կապված դատական ֆարսը, 20 տարի ազատազրկում։ Ավելի վաղ տարբեր տեսակի այսպես կոչված դատավճիռներ էին կայացվել Բաքվում պատանդ պահվող մեր մյուս հայրենակիցների նկատմամբ։ Ալիևը նրանց բոլորին նացիստներ անվանեց։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, Կիզակետում այսօր կխոսենք այս եւ ներքաղաքական թեմաների շուրջ։ Ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան, բարի գալուստ Կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերին արձագանքելու համար։ Տիկին Թանդիլյան, եւ այսպես Ռուբեն Վարդանյանը 20 տարի մյուսներին էր միջակայք, Ցմահ եւ էլի 20 տարի տարբեր ժամկետներ։ Ալիևը Մյունխենում նրանց նացիստ անվանեց, այսպես կոչված դատավարությունն էլ ընդཐུպ համատես Նյուրնբերգի հետ, հա։ Ինչ է սա նշանակում, այսպես ենք Եթե կարելի այդ բառը կիրառել հազար ներողություն, սակարկության մեջ գին է բարձրացնում, թե ավելի խորքային էին իրենց Նյուրնբերգյան համեմատությունները, ավելի հեռուն գնացող նպատակներ ունի, խնդրեմ։ Սա միանշանակ ավելի հեռուն գնացող նպատակներ ունի Հայաստանի Հանրապետության դեմ պատկեր աուրա ստեղծել, որ այս երկիրը ագրեսոր երկիր է, մարդիկ ովքեր պայքարել են իրենց իրավունքի, իրենց հողում ապրելու իրավունքի համար սեպարատիստներ է անվանում եւ տարբեր ռազմական հանցագործությունների մեջ է մեղադրում։ Այսինքն այն ամենում, ինչ որ մենք կարող ենք իրավմամբ նաեւ իրենց մեղադրել, մենք բոլոր մեղադրանքները հետ ենք քաշել, ինքը իր դատարանների միջոցով դատական ներկայացումները ապահովում, այս մի քանի համատեքստը պահպանելու եւ միջազգային հանրությանը փորձ անելու հրամցնել։ Ինչու եմ այսպես ասում, որովհետեւ երբ որ դուք հոդվածները տեսնում եք եւ այդ սեպարատիզմը, այդ Հայաստանը կողմ սարքել այս կոնֆլիկտի, ցույց է տալիս, փորձ է արվում ցույց տալ, որ Հայաստանը ագրեսոր երկիր է եւ ունեցել է մարդիկ, ովքեր նպաստել են այդ ագրեսիային, որովհետեւ հետագայում նա պիտի ասի ագրեսոր երկրները օրինակ չպիտի ունենան ռազմական արսենալ կամ պետք է զսպված լինի իրենց բանակը սահմանափակ քանակությամբ, ինչպես որ արվել է այդ երկրորդ համաշխարհային պատերազմից։ Հա, ինչպես Գերմանիայի հետ վարվեցին, հա, ինքը դրա համար է այդպես ասում։ Շարունակությունը դա է։ Այո, այսինքն տարբեր համատեքստեր ինքը ուղղակի հող է նախապատրաստում օգտագործելու հետագայում Հայաստանի Հանրապետության դեմ։ Այստեղ երկրորդ կարծիք չկա, որովհետև ես չէ որ ձեզ պիտի ասեմ, դուք գիտեք որ գերտերություններ են եղել միջնորդներ այս հարաբերությունները Արցախյան հակամարտությունը պարզելու համար եւ համապատասխան միջազգային լծակներով եւ կանոններով լուծում տալու։ Հետևաբար այն ինչ անում է Ալիևը, ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Այնտեղ որևէ անձի մասին խոսք չկա։ Այնտեղ դատում են հայ ժողովրդի զավակներին ինձ եւ ձեզ, իսկ դատավճիռները Հայաստանի Հանրապետության դեմ հետագայում օգտագործելու համար է, ինչպես նաև հռետորաբանությունը, որը պիտի ապահովի այդ աուրան։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունից նաև շարունակություն կարող է դիտարկել ինքը մարդիկ էլի պահանջի, որոնք այս նույն կատեգորիայի տակ են մտնում, ինչպես ինքը հա բնորոշում էր այս պահին դատվածներին, այսպես։ Հիմա տեսեք, օրինակ ապօրինի հատումը սահմանի։ Դուք եթե Արցախ գնացել եք, դա նաև ձեզ է վերաբերում։ Ինձ է վերաբերում։ Ոչ միայն գնացել եմ Արցախում։ Ես օրինակ ընդամենը մի անգամ եմ։ Ավելին ես Արցախում ծառայել եմ։ Ես չասեմ որտեղ աշխատել եմ։ Այսինքն ես երեք չի գնացել եմ, դուք էլ չի ծառայել եք զինված ինչ։ Ես էլ նաև նպաստել եմ սեպարատիստ գործողություններին։ Այսինքն բոլորս այդ հոդվածների տակ ենք։ Նա կարող է ուզել, կարող է չուզել եւ Հայաստանի այս կրավորական դիրքը եւ չպատասխանելը, չարձագանքելը, փորձել ինչ-որ բան անելը, միջազգային հանրության ուշադրությունը չգրավելը։ Հա, իդեպ ինչու՞ չկա։ Պետք էր, իդեպ կներեք, պետք էր որ լիներ արտգործնախարարության կամ թե այլև անհրաժեշտ էր ի սկզբանե առհասարակ կանխել այսպիսի դատավարությունները։ Սա խայտառակություն է ցույցադրել, թե ինչպիսի անկարողունակ է իշխանությունը հատկապես
բացառապես պաշտպանելու Հայաստանի Հանրապետության շահերը։ Ինչու ես խոսքի սկզբում ասացի, թե ինչպես են իրենք դա օգտագործելու։ Օգտագործելու են Հայաստանի Հանրապետության դեմ, այնտեղ մարդկանց չեն դատում, այնտեղ հայ ժողովրդին են նսեմացնում եւ գործիքներ ստեղծում, լծակներ ստեղծում Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ այո, գոնե այդ շահից ելնելով եւ ոչ միայն առողջնախարարություն, պետք է մենք ամբողջ դիվանագիտական մեր արսենալով կարողանայինք չեղարկել, կասեցնել, կանգնեցնել այդ process-ները եւ վերադարձնել գերիներին։ Տեսեք, իշխանության արդարացումը նաեւ ամենաբարձր մակարդակով Փաշինյանն էլ վերջի հարցազրույցում նորից շեշտեց։ Ասում եմ, որ դուք չեք տեսնում արտաքուստ, չի նշանակում չենք անում, մենք լուր ենք անում, որ չխանգարենք, անգամ օրինակ բերեց, չի ասեցի թե լուր չանեինք, մարդու անուն եմ տալիս, ասում է Վագիվ Խաչատրյանը, օրինակ չէր լինի Հայաստանում, ասում եմ մենք լուր ենք աշխատում, դա երևում է, հա, եւ ընդհանրապես կարող ասել այս դատավճիռների հրապարակումով հիմա հավանականությունը ավելի հա նվազեց հայրենակիցների մեր վերադարձնելու եւ ում օգնությամբ է դա հնարավոր։ Երկու հանգամանք։ Առաջին հերթին մենք նաև միջազգային կառույցների հետ ենք շփվում տարբեր ինստիտուտների, տարբեր դեսպանությունների եւ պատասխանատուների եւ մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունը այս հարցը չի պահում օրակարգում։ Կարող է Նիկոլ Փաշինյանը ասել ինչ ուզում է։ Այդ ինչ է ասել, որ իրականությանը համապատասխանում է։ Նիկոլ Փաշինյանը կարող է մեդալ ստանալ մանիպուլյացիաների համար, կիսաճշմարտությունների համար։ Միտեղ մի անգամ մի բան ասել է, չի նշանակում թեման պահել օրակարգի մեջ։ Սա մեկ։ Երկրորդը, եթե դու շահագրգիռ ես այդ մարդկանց վերադարձով, ինչպես ես դու ասուլիսներում քո արտաբերում մտքեր, որոնք ոչ միայն խանգարում են այդ process-ին, այլև լրացուցիչ մեղքեր ես վերագրում եւ դարձնում ագենտներ այդ մարդկանց, խոսքը հենց Ռուբեն Վարդանյանի մասին է, որ ինքը իր ասուլիսի ժամանակ գալի պարզենք ով է նրան ուղարկել։ Այդ արտահայտությունը միայն հատորներ է ավելացրել Ռուբեն Վարդանյանի գործին։ Կասեք ինձ կբացատրեք, որ տրամաբանության մեջ է դու մի կողմից իբր պայքարում ես հետ, մյուս կողմից հրապարակային նման հայտարարություն ես անում, որը հնարավորություն է տալիս քո թշնամուն օգտագործել դա նրանց դեմ, որտեղ է այդ տրամաբանությունը։ Հետևաբար ու եթե տրամաբանությունը չլինի, սա ուղղակի հրապարակային որ ժողովուրդն է տեսնում, այնինչ մենք ենք ստանում ազդակներ միջազգային կառույցներից, ակնհայտ է, որ իշխանությունները ոչ չեն զբաղվում այդ հարցով, երբ որ գերիները վերադառնում են, նրանք վերադառնում են Զուտալիևի բարի կամքից ելնելով տարբեր աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների, իր դեմքը պարզելու, ինչպես նաև խուսափելու օրինակ այդ մարդիկ նույն Վագիվ Խաչատրյանը, Վիգենը Չեջեկյան ծանր առողջական վիճակում են, իսկ եթե Աստված մի առասցե մի բան պատահերալ եւ ինչ պիտի բացատրեր պատասխաներ, այսինքն տարբեր հանգամանքներ բայց ոչ Հայաստանի իշխանությունների աշխատանքը։ Իրենք ուղղակի կրավորական դիրքում են այստեղ։ Ինչպես են ներկայացնում ձեռքբերում, չէ՞, ամիջապես 4 մարդիկ եկան, իրենք ավելին ասեմ, դեռ էլի են գալու մինչև ընտրությունները, որովհետև երբ որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը անկում է ապրում սրընթաց, այստեղ օգնության է գալիս Ալիևը վերադարձնելու կամ խոսույթը մեղմացնելու կամ վերադարձնելու որոշ գերիների։ Երևի բայց սովորական, չէ՞ քաղաքացիների, բայց ոչ ղեկավարությանը։ Միանշանակ եւ անգամ այդ ինչքան պիտի վատ լինի Նիկոլի վիճակը, որ ես չեմ կարծում, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը մինչև ընտրությունները կգան, ես վստահ եմ, որ Ռուբեն Վարդանյանի գործը շատ ավելի աշխարհաքաղաքական համատեքստում է եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը լուրջ վտանգների սպառնալիք է ընկալվում եւ ներկայացվել աշխարհին, ինչը նաեւ հնարավորություն չի տալիս միջազգային հանրությանը, խաղացողներին, դուք գիտեք, որ նա հումանիզմի առաջամարտիկ է եւ աշխարհն նրան այդպես է ճանաչում, ինչպեսին որ ինքը կա եւ նաեւ Փաշինյանը խոչընդոտում է իր վախերով արևմուտքին միջազգային հանրությանը, որ ահանավոր գա մեր երկրում անկայուն վիճակի առաջանալու եւ այսպիսի վերաբերմունքով ու մատուցմամբ իրականության իր մեկնաբանմամբ եւ հետեւաբար քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է տարբեր խաղացողների աշխարհաքաղաքական Հայաստանում որպես անունակ մի կատարածող, ում կարելի է ինչ ասել եւ չունենալ ոչ մի արժանապատիվ վարքագիծ Հայաստանի տարածքների հաշվին ունենալ զիջումներ անթիվան համար, որտեղում անհրաժեշտ է։ Այս պարագայում պիտի հասկանանք, որ միայն իշխանության փոփոխությունը շանս է բոլոր գերիների վերադարձի։ Հա, դա է ուզում ասել, շանս է Հայաստանի այլ իշխանության դեպքում հնարավոր է, տեսեք, անգամ Վենսին ասելով, տեսեք, Ալիևը Վենսը ինքը չի, չէ՞, թիվ 1 գերտերությանը, այսպես են, մերժեց գոնե ժամանակավոր, տեսեք, մարդ ասես գնացել եմ, քննարկել եմ, նայել ասեց, այսպեսի պատասխան եմ տվել։ Այո, Վենսը քննարկել է, որովհետև Տրամփն է այդ արտահայտությունը նաև արել, փորձել ինչ-որ բան վերորակարգ, ակնհայտ էր, որ նա չէր կարող այդ մասին չխոսել, որովհետև դա Տրամփի նաև խոսույթ է եղել եւ նա գնացել էր այնտեղ, անպայման ասելու էր, բայց դու կարող ես ապավինել եւ օգնությունը աշխատում է միայն այն դեպքում, երբ որ դու ինքդ ես քեզ օգնում։
Երբ որ քո օրակարգում դա չկա, այ հավեսը կարող է ասել, կարող է ինչ-որ բան ստանալ, այդ ասել չասելու դիմաց Ադրբեջանից։ Դա կարող է դառնալ առևտուր, կարող է, բայց այն որ մենք դրան պիտի այդպես չվերաբերվենք, պայքարենք մեր հայրենակիցների համար սրտանց եւ հասկանալով թե ինչ է կատարվում, դա կարող է անել միայն այն իշխանությունը, որ իսկապես հասկանում է, որ Հայաստանի Հանրապետության շահերն են ոտնահարված ու վտանգված։ Այսինքն ցանկացած, չեմ ասում նույն Փաշինյան 2, ցանկացած որևէ իշխանություն, հա, որ ազգային շահերը դες հետապնդում եկավ իշխանության, պարտադիր չի որ հենց դուք, չէ՞, ճիշտ եմ հասկանում։ Միանշանակ դա շանս է, որովհետև ես տարբեր քաղաքական ուժերի հետ եմ շփվում, որևէ մեկը չէր պատկերացնում, որ կարելի է այսպես լքել մեր պատաններին Բաքվի բանդում եւ խոսել խաղաղության մասին։ Գիտեք, խաղաղության մասին անհրաժեշտ է, պետք է, ոչ միայն պետք է դա անել։ Դա անել նշանակում է վերադարձնել գերիներին։ Դու ինչպես կարող ես երկարատև խաղաղության մասին խոսել, երբ պատանդարված հայրենակիցներ ունես։ Փաշինյանի այն թեզը կներեք, որ այդ աղմուկ է ինքը դրան կոչում, այդ բարձրաձայներն է, հա, ընդհանրապես կխանգա ինչի վրա է հիմնված այդ։ Ուզում եմ ասել, հենց դա է, որ հարց աղմուկը չի, հարցն է, որ այդ բանակցային օրակարգում չկա, խաղաղության գալու օրակարգում չկա, ասում է դա կլինի հետևանք։ Ինձ ասում են դե Փաշինյանն այդպես է մեկնաբանում, ասում են խաղաղությունը երբ որ ստորագրենք փաստաթուղթը, հետո ոչ թե մինչև, լսել եք որևէ անգամ որ ինքը ասի, ես երաշխավորում եմ, նրանք հետ են գալու դրանից հետո։ Չէ, նոմամաս։ Երբեք, որովհետև կամ կգան, կամ ոչ։ Ճիշտ այնպես ինչպես դες գյուղը տանք կամ կհարցակվի Ադրբեջան դրանից հետո կամ ոչ, բայց ոչ տանք հաստատ կհարցակվի։ Ասում եմ օկուպացված տարածքներն սահմանազատումը կլինի, դուրս կգան։ Նա խաղում է մարդկանց վախերի վրա, անհանգստությունների վրա, մանիպուլացնում է յուրաքանչյուր խոսույթ, ասում են նրանք ով պահանջն են ակնկալում գերիների, խաղաղության ինչ որ խաթար։ Այդպիսի բան չի կարող լինել։ Բովանդակային խաղաղություն պիտի լինի այս տարածաշրջանում եւ դա հնարավոր է միայն գերիների վերադարձով։ Դա հնարավոր է միայն երբ որ նրանց դասագրքերից դուրս է բերվում հայ ժողովուրդը որպես թշնամի, ծանոթանան ինչ սերունդ է մեծանում ինչ դասագրքերով։ Դա է երկարատև։ Մենք ուզում ենք հարատև խաղաղություն։ Ոչ թե մեր քունքին ատրճանակ պահած ամեն պահի ահաբեկված խաղաղություն։ Դա չի կարող տևել։ Մի օր դա պայթյունավտանգ է, մի օր դա դուրս է գալու։ Այդպես չի լինում, ես դա նաև խոսում Ադրբեջանի շահերից այս իմաստով խաղաղության եւ Հայաստանի շահերից այս իմաստով խաղաղությունը պիտի լինի իրական, պետք է լինի երկու կողմերի համատեղ ցանկությամբ եւ նվիրումով, այլ ոչ թե մի կողմի, իսկ մյուսի պարտադրանքով։ Թեման եթե փակենք, եզրափակենք, թեման, այսինքն ճիշտ է հասկացած ես ասացից, որ աշխարհի համար մեկ գերտերություններ լինի, դրան գումարվեն Չինաստանն էլ, Բրիտանիան էլ, բոլորն էլ, եթե Հայաստանում համապատասխան իշխանություն չլինի ու ջանք չգործադրվի, Հայաստանի դուրս ուժերով գրեթե անհնար է վերադարձը, ոչ միայն Վարդանյանի, այլև այո, մնան 19 հոգի, առնվազն 19 հոգի, մինչև վերջին հայը հետ չգա, բոլորս գերի ենք։ Եվ այդ առումով, այո, Հայաստանի իշխանությունների օրակարգում եւ ամեն թեմայի մեջ նրանք պիտի լինեն, նրանց վերադարձը պարտադիր պայման պիտի լինի երկարաժամկետ հարատև խաղաղություն հաստատելու տարածաշրջանում։ Դե լավ, ձեր դիտությամբ որ գանք ներքաղաքականին այն ինչին որ պետք է նախորդի, պետք է լինի, որ ձեր ասածը լինի, լավ։ Ապրելու երկիր ինչ ձևաչափ, գիտեմ որ մասնակցելու եք, չէ՞ ընտրությունների հետ մեկը չարս, ինչ ձևաչափով արդեն կա որոշում առանձին դաշինքով քննարկումներ այլ ուժերի հետ, որովհետև հիմա խոշորացումներ են դաշտում գնում, խնդրեմ։ Այո, կոնսուլտացիաներ իհարկե կան քաղաքական տարբեր ուժերի հետ, զուտ կոռեկտությունից ելնելով, քանի որ հայտարարություն չկա, թույլ տվեք այս պահին չխոսել վերջնական արդեն լուծումների մասին, Համամուրում լուրեր հայտնվեցին կոնկրետ ուժի հետ, հերքեցիք դերևս։ Հետևաբար մենք փորձում ենք ուղղակի եւ գործընկեր են բոլորը, չեմ ուզում եւ լրատվամիջոցներն էլ չէ, տեխնոլոգիա ունեն լուրը գցեն կամ հերքեք կամ չէ, այդպես ստուգեն տարբեր վարկածներ։ Ամենայն հարգանքով բոլորի հանդեպ, ուղղակի կարիք չկա դա սպրդել այսպես մարդկանց, հետո ակնկալիքները ձևավորել, դա սխալ բան է։ Ինչև է։ Իսկ առանձին թե այդ է դա, եթե խորհրդակցում եք ուրեմն ես ասեմ բանը այսպես միտքը ինչումն է։ Մենք ունենք ռեսուրս, մենք գիտենք մեր ուժեղ կողմերը, մենք գիտենք մեր խոցելի կողմերը եւ մենք ունենք ռեսուրս, որը անպայման լավագույնս ծառայելու է այս իշխանափոխությանը եւ այս իշխանության հեռացմանը։ Հետեւաբար այդ լավագույն ֆորմատը տարբեր ուժերի հետ տարբեր ձևաչափի մեջ է դիտարկվում եւ քանի որ չեն ավարտվել կոնսուլտացիաները դեռ ձևաչափը թույլ տվեք չբարձրաձայնել, որովհետեւ բարձ չէ դեռ ինչպես ենք մասնակցում։ Բայց ընդունեք որ 4% հաղթարը դժվար է, չէ՞։ Անելու ենք հետեւյալը, մեր ռեսուրսը լավագույնս ծառայեցնելու ենք դրան, որ արդյունքը լինի ամենաբարձր հնարավորը։ Հիմա գլինդա դաշինքով, մեկուսակցությունով, թե ինչ
միավորվելով ինչ-որ մեկի հետ, հայ տարբերակն էլ կա։ Տեսեք, օրինակ, Բարգավաճ Հայաստանի ուժեր են միանում, օրինակ։ Այո, հասկանում ենք, այո, տարբեր տարբերակներ կան։ Դա տարբերակներից մեկն է, երբ որ այդ ձևաչափով են որոշել մասնակցել, տարբեր են, եւ մենք անպայման ուզում ենք, որ մեր ռեսուրսը հանկարծ չփոշիանա եւ լավագույն արդյունքը տա, որովհետեւ փոշիացումը անպայման չի գնալ չընտրվել, փոշիացումը նաեւ սխալ համակցման արդյունքում տարբեր ուժերի հետ քո ռեսուրսի վատնումն է։ Հենց այդ ռեսուրսը տեղաբաշխումը, եւ սա է հարցը, որ ինչի շուրջ մենք քննարկում։ Այ որտեվ ասում են քաղաքագետները շատ խելացի բան են ասում, ամեն ուժ նախ պետք է այդ ռեսուրսը ասելով հենց իր հնարավորությունները հստակ իմանա առանց այն կեղծ ամբիցիայի, էլի, որ գիտեք, ես չեմ կարող հաղթարել, լավ կուսակցություն, բայց 2-ից ավել տոկոս կամ 3-ից ավել ինչի փոշիացնեմ, ավելի լավ չի գնամ միավորման այդ միևնույն ժամանակ այդ միավորումը սխալ կոմբինացիայում կարող է ուղղակի այլ տեղ վերադասավորել քո ռեսուրսը, քո ընտրողի հայացքը այլ տեղ շեղել։ Եվ սա կարևոր է, որովհետև դա պիտի լինի նաև այնպիսի միասնական մասնակցություն, որը չի կորցնի քո ընտրողին։ Ես մի քիչ կարող բարդ բան եմ ասում զուտ ընկալման տեսանկյունից, բայց մենք քանի որ գիտենք, այո, մեր ուժեղ կողմերը, որոնք մենք պիտի այլ ուժերի հետ միգուցե համագործակցության մեջ ուժեղացնենք, որ մեկին գումարած մեկ ոչ թե երկուս լինի, այլ սիներգիա էֆեկտով բազմապատկվի։ Իսկ այլ տարբերակներ նույնպես կա, այսինքն տարբեր են տարբերակները։ Դրա համար մեր խնդիրը շատ դժվար, շատ ծանր, շատ պատասխանատու, բայց մեր խնդիրն է այդ լավագույն ֆորմատը գտնելը։ Այսօր տարբեր լուծումներ կան, ու մենք այ հենց դրան ենք փորձում ստուգել, թե որն է լավագույնը։ Ենթադրենք առանձին եք գնալու առաջին համար որոշված, արդեն դուք եք վարչապետի տեխնացու ու դրա համար էլ մենք հայտարարություններ չենք անում այսպիսի, որովհետև բանակցությունների մեջ չենք ուժերի հետ եւ կոռեկտ չենք համարում հայտարարել, որ ահա մենք այս ձևով սա ենք մենք բոլորը մեզ ճանաչում են, գիտեն քաղաքական դաշտում։ Այսինքն եթե ասեք առաջին համարով, այսինքն որոշել եք առանձին գնալ, ճիշտ եմ հասկանում, դες դրա համար հիմա չեք ասում։ Այո, տպավորությունը կարող է այդպեսին լինել։ Որ վարչապետը օրինակ Մանեթ Հանդիլյանը տեխնացուն եւ այլն։ Դա արդեն որոշում է առանձին գնալու։ Իմ ընկալմամբ գոնե այդպես է։ Դրա համար մենք քանի որ գործընկերներ ունենք, խոսում ենք մարդկանց հետ, ուզում ենք որ կոռեկտությունը պահենք, մինչև կգտնենք լավագույն բանաձև։ Սկզբունքորեն ում հետ չեք որ ուժ է, դե ԿՊԻ-ն հա, բնականաբար ենթադրվում է, էլ ում հետ չեք եւ եթե հակառակին եք, ում հետ էլ չեք համագործակցի եւ գաղափարապես կամ ոչ գաղափարապես, այլ ուղղակի նպատակով դրված, որ ուժերին եք մոտ համարում, հա, այսօրվա դաշտի այն որ արդեն անուններ շոշափվում են, հա, որոնք պոտենցիալ կան տարբեր ուժեր, որոնք կարող եմ նշել, բայց էլի ելնելով կոռեկտությունից թույլ տվեք դա չանելու, բայց ինչին եմ ես հավատում, որ այս ընտրություններում հնարավոր է որ ընդդիմությունը ավելի շատ ձայն հավաքի, քան իշխանությունը, հավաքական ընդդիմությունը, եւ անհրաժեշտ է բնականաբար զրուցել, խոսել։ Ես շատ հույս ունեմ, որ մասնակցելու են այնպիսի ուժեր, որոնց հետ մենք կարողանանք գալ ընդհանուր հայտարարի, եթե ոչ, ապա կյանքը ցույց կտա, թե ինչպես կընթանա կախված ժողովրդի տված քվեից։ Մենք ոչ մի կերպ չենք տեսնում հնարավորություն նախկին իշխանությունների եւ ես ինձ համար ֆրոսում նախկին իշխանություն ճիշտ հասկացեք դա նույնիսկ այսպես ընկալումն է առայն թե ինչ է կատարել մեր երկրում այս 30 տարվա ընթացքում ես հաշտ չեմ եւ միսամի տարվա 2 տարվա միայն Նիկոլի արածների հետևանքը չի հետեւաբար մենք պիտի կարողանանք ձևավորել որակով տարբերվող իշխանություն սա է լուծումը մեր ապագայի տեսեք հիմա խոշորացումներ են գնում իդեպ դա ասում եք նախկին իշխանություն նայեք չեն բացառում շատերը այսպես ճակերտավոր, հա, Գյումրի երկու տարբերակ։ Հիմա ենթադրենք, ինչքան էլ ասեք նախկինների հետ չենք ուզում, խոշոր մասնակիցներ, հա, այս պայն ուրվագծված Սամվել Կարապետյանենք ասել են մասնակցելու ենք, հա, ուժը Քոչարյանը հաստատ ասել է մասնակցելու ենք, Ռոբերտ Քոչարյանը արդեն ձեզ մեկ նախկին իշխանություն։ Սցենարը մտել են պարլամենտ, իրենք երկուսով մտել են, դուք էլ միայնակ կամ որևէ ուժի հետ միասին էլի մտել եք պարլամենտ։ Եվ այնպես է ստացվել, որ հիմա պետք է դուք չեք առաջինը, բայց առաջինին պետք է օգնեք ձայներով, որ դառնա վարչապետ։ Ինչ եք անելու։ Ինչ եք անելու։ Սցենարը չի եւ սցենարները տարբեր են։ Եվ ես անշնորհակալ ու սխալ եմ համարում սցենարներ քննարկել ընտրություններից առաջ։ Մենք ասում ենք, մեր անելիքը հետեւյալն է՝ ձևավորել որակյալ իշխանություն, որը չպիտի ունենա նախկին բարքեր եւ պիտի այսօրվա իշխանություններին ուղակի բացարձակ իշխանազրկում իրականացնի։ Սա է։ Այդ տիպ զբաղվենք։ Հիմա պիտի գտնենք այն որակյալ լավ ուժերը, պիտի ուզենանք, որ ինչու՞ չէ նաև այնպիսի ուժեր առաջնային տեղերում լինեն, այնպիսի ուժերով, որ կարողանանք թույլ չտալ այդ ամենը իրականանա։ Հետևաբար ես կարծում եմ, որ խոսել այսօր թե այս բազմաթիվ են սցենարները, որովհետև մասնակցությունները կլինեն տարբեր, դեռ չգիտեմ, տարբեր կուսակցություններ եւ միավորումներ հայտ կներկայացնեն։ Եկեք սպասենք, հասկանանք ինչ է կատարվում, մենք էլ երբ որ հայտ կներկայացնենք, կտեսնենք դաշտում ովքեր կան
եւ սցենարները բազմաթիվ են։ Ես սցենարներ այլևս որոշել եմ չքննարկել, քանի որ դա իրական շնորհակալ գործ է եւ տարբեր պատկեր կարող ենք ունենալ։ Տեսեք, սցենար չեն քննարկում, ուժ բան անձերից վերանանք, ոչ թե սցենար, այլ կուսակցությունը ունի հստակ որոշում, որ տեսեք, ասում եք, որ թիվ 1 նպատակը իշխանափոխությունն է, ճիշտ եմ հասկանում։ Գլխավոր։ Հանուն իշխանափոխության պարլամենտում դուք պատրաստ եք ցանկացած մեկին ձայն տալ, ով այդ պահին առաջինն է օբյեկտիվ, ուրիշ տարբերակ չկա։ Ցանկացած մեկին ոչ, լավագույնին, այո։ Ցանկացած մեկին ոչ։ Լավագույնին։ Իսկ դրանք լինելու են։ Հետաքրքիր պատասխան էր։ Ընտրություններով հնարավոր է հեռացնել Փաշինյանին։ Դուք վստահ եք գրում եք ընտրության, որովհետև այդ կարծիքն էլ կա, որ կանխորոշված վիճակ է եւ հնարավոր չէ ընդհանրապես։ Նախ կանխորոշված չէ։ Մի բան հստակ է գոնե ինձ համար, որ մարդկանց մասնակցությունը եւ մարդկանց որոշումը կապ է ունենալու, ինչպես ունեցել է նախորդ ընտրություններում, ինչպես դրանից առաջ։ Ընտրություններով հնարավոր է թե ոչ։ Հնարավորություն իհարկե կա, ես նաև դա ասում եմ որպես տարբեր ժամանակներում ընտրությունների մասնակցած մարդ, որովհետև նաև գիտեմ մեխանիզմներ ընտրության արդյունքը պաշտպանելու համար։ Բայց այսօրվա իշխանությունները ոչ մի բանի առջև չեն կանգնելու։ Նրանք իսպառ մոռացել են ժողովրդավարությունը, ազատ խոսքը, վարչական ռեսուրս չօգտագործելը, արդար ընտրությունները, այդ բոլորը այլևս աղերս չունի այս իշխանության։ Հենց նոր դուք փաստորեն ասում եք, որ գրեթե անհնար է։ Այ հիմա թվում է։ Գրեթե լավն է, որովհետև ոչ թե գրեթե անհնար է, հնարավոր է, բայց դժվար եւ պահելով արդյունքները։ Հիմա այդ ինչ որ ես թվարկեցի, դա այն միջոցն է, որ իշխանությունը կիրառելու է։ Բայց արդյոք դա իրան տալու է միանշանակ հաղթանակ ոչ, որովհետև նա չունի այն հեղինակությունը, որ ժամանակին նույն 18 թվականին ունեցել է։ Ժողովուրդը արդեն աչքերը բացվել եւ Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաները, որով ինքը հաղթում է բոլորին այդ մանիպուլյատիվ ռետորաբանությունը այլևս չի աշխատելու, նա խաղալու է մարդկանց վախերի վրա, նա վարչական ռեսուրս է կիրառելու, եւ տեսեք, ես թվարկում եմ մի քանի, նա փակելու է ինչ-որ մարդկանց, ովքեր որ կուսակցություններ կարող եք ասել, օրինակ, հավանական չեք համարում կուսակցությունների գործունեության կասեցում։ Չեմ կարող ասել ինչեւ ուր կհասնեն։ Տեսնենք ուր կհասնեն, որովհետեւ այո, իրենցից ես ամեն բան սպասում եմ, բայց այդ ամենը չի երաշխավորում իրենց հաղթանակ։ Ավելին ասեմ, երբ որ այդ միջոցների կդիմեն, մեր ժողովուրդը ուղղակի պիտի իմանա մի կարևոր ազդակ ստանա։ Իրենք պարտվում են։ Իրենք գնալու են այդ բոլոր գործիքակազմերին պարտվելը տեսնելով, հասկանալով, որ իրենք տվյալները միշտ հավաքում են, հասկանալով, որ չի ստացվում։ Հետևաբար մեր ժողովուրդը մի անելիք ունի՝ գնալ ընտրական տեղամաս եւ ընտրել այն ուժին, որին ուզում են աջակցել, ընդդիմադիր ուժին, որևէ իրենց ցանկությամբ։ Չհաջողվեց, տեսակ կերտիկներ փողոց դուրս գալու եք, ունեք այդ սցենար, այդ հա պատրաստի պլանը։ Մեր ձայնը պաշտպանելու ոչ մի լծակի եւ ոչ մի գործիքի արժեվ կանգնելու խնդիր չունենք։ Ոչ մի բանով կաշկանդված չենք։ Մի անգամ չեմ ես եղել փողոցում, երկու անգամ չեմ եղել փողոցային պայքարում։ Մենք պիտի պաշտպանենք արդյունքը, սա ինձ համար ավելի կարևոր։ Ես համոզված եմ, որ դա հնարավոր է։ Այս ինչ թվարկեցի, դրանով հանդերձ մեր վստահված անձիկ տեղում պահում են ձայներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը երբ որ հրապարակում է հաճախ մենք տեսնում ենք, որ դա համընկնում է այն ձայներից, որ մենք ինքներս արձանագրել ենք։ Հետևաբար պիտի արդար լինենք, պետք է ճիշտը խոսենք։ Հնարավորությունը ձայները պահելու շատ բարձր է։ Հարցը այն է ձայները ինչպես անենք, որ գնան այն ուժերի, որոնք պիտի կարողանան իշխանափոխություն անել։ Դրա համար է մեր ժողովրդին խնդրում, ասում, պարտադրում, ինչ կուզեք անունը դրեք, անպայման գնալ ընտրության։ Տեղամասերում ձայնը պահվելու է։ Սոցիոլոգիայի դեմ չեք կռվել, ուժերը արդեն իսկ երևում են, չէ՞։ Չէ, ես չեմ հավատում սոցիոլոգիային, անկեղծ որ լինեմ, որովհետև մեր ժողովուրդը այդ պատկերը տարբերվում է վարքագծային առումով։ Մի ժամանակ չեն պատասխանում կամ սխալ կամ այլ բան են պատասխանում, որովհետև վախեր ունեն, մի ժամանակ ամաչում են օրինակ ինչ-որ մարդիկ ասել, որովհետև ագրեսիան եւ բևեռացածությունը շատ է քաղաքական դաշտում։ Այնպես որ կարող է սոցիոլոգիան ինչ-որ տրամադրություններ ցույց տա եւ դա շատ ավելի հաճախ երևում է ընդհանրական հարցերում, ասենք Հայաստանի առջև ծառացած խնդիրները, ինչն է առաջնային համարում, այս տեսակ հարցերում կարող է եւ ճիշտ պատկեր լինի։ Բայց երբ որ պիտի իրենք հստակ ասեն եւ այլն դիրքորոշում հայտեն, այդ չասեն, որ չկողմնորոշվածների տոկոսը մի շատ բարձր է եւ պիտի աշխատել այդ մարդկանց հետ։ Նաեւ մարդիկ չգիտեն ով է հարցնում, ինչ նպատակով, այսպես վախեր կան։ Եվ ես հաճախ եմ ասում, դե ինչ հարցում են, ասում եմ այո։ Ասենք որ ասում ես պատայել, ասում ահա։ Պատայելա ինչ ասում են, ասում ինչ ուզում են դեռ պատասխան, ոնց է իմանալու ինչ են ուզում, ասում հարցերից հասկանում եմ։ Ու այս տեսակ շատ բաներ կա։ Հետևաբար
Ես թողնում եմ մարդիկ իրենց աշխատանքը անեն, ես այդ նմանատիպ ուսումնասիրություններին վերաբերում եմ որպես ինֆորմացիա, թե մարդկանց ինչն է անհանգստացնում, ինչից խոսել, ինչն են ուժեղ տեսնում, ինչն են թույլ տեսնում եւ աշխատել ճիշտ ժողովրդի հետ։ Սա է բանաձևը։ Թե չէ այլապես էլ ինչ են գնում ընտրության, սոցիոլոգները թող գնան, հայտարարեն եւ գնանք տներով։ Վերջում օպտիմալ տարբերակը, որ ընդդիմությունը հասնի հաջողության, ավելի շատ ձայներով մտնի, դա հիմա գնացող միավորումներ են, ասենք, կարծիքներ կա, որ 2-3 բլոկն է ճիշտ, կարծիք կա, որ մեկ միասնականը, որը թեև իրատեսական չեն համարում, որն է ճիշտ։ Ոչ միայն իրատեսական չէ, Լևանը, պետք չի, որովհետեւ մեր ժողովուրդը եւ ես ասում մեր ընտրությունների փորձից եմ ասում, նա չի ընտրում, նա կարող, այսպես է կողմնորոշվում, այս ուժին չի ընտրում, որովհետեւ կա մեկը ում չի սիրում։ Չի ընտրում, որովհետեւ ինչ-որ մեկին սիրում է, դրա համար ասի, դե ոչինչ, նրան էլ չեմ սիրում, գնամ ընտրեմ։ Այլ ճիշտ հակառակն է անում։ Հետևաբար սխալ այդ մեծ միավորումները նույնպես կարող են չաշխատել։ Բայց փոքրենք փոշիացնեն 25 ուժ մասնակցեց 21 թվին տեսանք։ 25-ի մասին չեմ խոսում իհարկե, դիտելու են այն միավորումները, որոնք կարողանալու են արժեքային, ինչպես մեր խոսքում մի քիչ առաջին խոսքում ասի, այնպիսի միավորում ձևավորել, որոնց հետևանքով իրենց իսկ ձայնը չի փոշիանալու, գալու է հենց իրենց։ Էլի կան, չգիտեմ, օրինակ կես տոկոսանոց ուժեր, համարենք նույն 21 թվականի օրինակը վերցնենք։ Եթե օրինակ այդ կես տոկոսանոց ուժը միավորվի մեկ այլ ուժի հետ, արդյոք նրանց ընտրողները չեն խուսափի ընտրել այդ միավորմանը։ Ինչու, որովհետև միգուցե այնում հետ միավոր, այո, այնում հետ միավորվելը խնդիր ունի, կամ չունի։ Հետևաբար ո՞նց պիտի կողմնորոշվել, հասկանալ քո նման ուժերով այդ արժեքային համա, որովհետև գաղափարախոսությունն էլ չեն կարող մի կողմ դնել, արժեքներն էլ չեն կարող մի կողմ դնել, հետո ո՞նց ենք մարդկանց հետ խոսելու։ Եվ այս ամենը հաշվի առնելով պիտի այնպիսի լուծումների չգնալ, որը քո ընտրողին ուղղակի զարմանքի կամ հիասթափության տեղիք է տալիս։ Եվ ես չեմ ուզում անել այդպես, որովհետև նույն միավորումները չէ, որ երկարաժամկետ ճանապարհի մասին պիտի խոսել։ Հո մի օրում չի, ընտրությունից հետո էլ կյանք կա։ Բա ո՞նց են աշխատելու իրար հետ։ Իսկ ով է ձեզ ասել, որ հաջորդ օրն այդ խնդիրներ չեն առաջանալ եւ դրանից չի օգտվելու իշխանությունը։ Այսօրվա իշխանությունը։ Հետևաբար եկեք ուղղակի ոչ թե պահանջենք բոլորը միավոր տեղ, այլ պահանջենք քաղաքական ուժերից, որպեսզի կատարեն խելամիտ ընտրություն եւ որոշումներ կայացնեն, որոնք պիտի նպաստեն լավագույն արդյունքի։ Սա է, որ ես ակնկալում բայց ձեզ քաղաքադարձեն վերջում քաղաքադարձեն, որ դուք հիմա ինչ որ նկարագրում եք, դա դասական քաղաքական իրավիճակին է վերաբերում նորմալ երկրում, բայց այստեղ չէ որ դուք եւ ոչ միայն դուք ընդդիմությունը խոսում է էգզիստենցիալ վտանգների մասին։ Կարելի է չէ մի կողմ դնել մի պահ այդ գաղափարական եւ այլ տարաձայնությունները եւ թիվ 1 խնդիրը լուծել, հետո պետք լինի արդեն պայքարել։ Իսկ որ այդ կողմ դնելով ընտրողի մոտ այդ հարցն էլ այն կողմ դրված։ Խոսքը ընտրողի մասին է։ Մենք ձեզ հետ կարող ենք որոշել, եկեք Նիկոլին հեռացնել, ասենց բոլորը։ Բայց ընտրողը չի ասում, լավ, էսում հետ ես գնացել ճանապարհ։ Էս ով է, ասում է։ Հարց է տալիս, կամ ասում է, լսի, դու այս բանն ես ասել, նա ճիշտ հակառակը, ո՞նց եք ճանապարհ գնում։ Իսկ ով ասել, որ բոլորի համար է նույն ձևի ընտրությունը, որ այս մի հատ նպատակի համար դի բոլորը միավորվեն, այդպես չի, դրա համար եմ բացատրում, որ կան արժեքային տարբերություններ, կա ժողովրդավարության կողմնակից, չգիտեմ, ժողովրդի մի մաս կամ ազատ խոսքի, որը նաև դեմ է այն նախկինում ինչ որ կատարվել է, ինչին նաև ես ուղղակի նկարագրեցի մեր ընտրող կոնտինգենտը։ Ինչպես ես կարող եմ մոռանալ իմ անցյալը կամ մոռանալ ինձ այդ միավորումների մեջ։ Ոչ թե ինձ, այլ այն արժեքը, որը կրում եմ, բա մարդիկ չեն ասում, այսինքն մի օրվա համար հավաքվում եք, հետո Նիկոլի պես մի բան է պատահում։ Հավաքվեցինք իմ հույս ունեինք, տեսակ ինչ եղավ։ Չի կարելի գինը չհաշվել։ Գինը շատ բարձր է, բայց երբ որ գինը անցնում է ինչ որ մի գիծ, դա կարող է արդարացված չլինել։ Շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանեթ Հանդիլյանն էր, Կիզակետի թողարկումներն ու շատ այլ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք